Մխիթար Գոշը համարվել է ոչ միայն առակագիր և իրավական գիրք գրած դատաստանագիրք, ինչպես մեր հեռուստադիտողների մեծ մասին հայտնի է, այլև եղել է ամբողջ հյուսիսարևելյան Հայաստանի և նույնիսկ կարելի է ասել հայ իրականության գլխավոր վարդապետներից մեկը։ Կոնկրետ հյուսիսարևելյան Հայաստանում եղած այդ ժամանակվա արևելյան վարդապետ կոչված դասի գլխավոր դեմքն էր, թիվ 1 դեմքը, որը հայտնի է մնացել սկզբնաղբյուրներում որպես եռամեծ վարդապետ հայոց։ Մխիթար Գոշը թողել է բավական մեծ ժառանգություն, 10-ից ավելի աշխատություններ, որոնք տարբեր բնույթի են։ Զաքարյան եղբայրների խնդրանքով նա գրել է հայոց եկեղեցու դավանանքի ուղղափառությունը հաստատող որոշակի մի փաստաթուղթ, մի գրություն, հայտարարություն, այս վերնագրի սկզբում այդպես էր նշվում բառը, և սա շատ կարևոր էր, որովհետև նա ամփոփում էր արևելյան վարդապետների դիրքորոշումը հայ եկեղեցու դավանանքի ճշմարտացիության շուրջ։ Միացեք մեր էջին, իմացեք ավելին մեր պատմության մասին։